Ինչպես կարող է հայրիկը օգնել մայրիկին նորածնի հետ։ Երեխայի հայտնվելը տանը լուրջ փորձություն է երկու ծնողների համար էլ։ Բայց այնպես է ստացվում, որ հոգսերի մեծ մասը ընկնում է կնոջ ուսերին։ Քանի որ հենց նա է ավելի հաճախ հոգ տանելու երեխայի մասին, ինչ է տեղի ունենում կնոջ հետ ծննդաբերությունից հետո, նրա օրգանիզմը դեռ երկար ժամանակ կվերականգնվի։ Հորմոնալ ֆոնը, քաշը, տրամադրությունը դեռս անկայուն կլինեն։ Ծննդաբերությունից անմիջապես հետո ֆիզիկական մտերմության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Նրան ժամանակ է պետք վերականգնվելու համար։ Գրեթե բոլոր կանայք սկսում են ուժեղ քնի պակաս զգալ, իսկ շատերը նաև ծննդաբերությունից հետո դեպրեսիա են ունենում։ Ինչ պետք է անի հայրիկը։ Փաստացի, միակ բանը, որ հայրիկը չի կարող անել, կրծքով կերակրելն է։ Մնացած բոլոր հոգսերը դու լիովին կարող ես կիսել կնոջդ հետ։ Երեխայի առաջին իսկ օրերից տանը սովորիր փոխել նրա տակտիրը, լողացնել նրան։ Եթե դուք կաթնախառնուրդներ եք օգտագործում, ապա նաև կերակրիր։ Սա կթեթևացնի կնոջդ հոգսերը եւ կօգնի քեզ ավելի մոտ լինել երեխային։ Գնա նրա հետ միասին պոլիկլինիկա։ Կրծքի երեխայի հետ բժշկի մոտ ընդունելության գնալը շատ բարդ է, հատկապես տարվա սառը եղանակին։ Գիշերը վեր կաց երեխայի մոտ։ Եթե նա վատ է քնում, ապա գոնե մեկ անգամ գիշերվա ընթացքում փոխարինիր կնոջդ մանկական մահճակալի մոտ։ Գոնե շաբաթը մեկ անգամ թույլ տուր նրան դուրս գալ զբոսնելու, ընկերուհիների հետ հանդիպելու կամ մեսման գնալու։ Հավատա, սա ոչ միայն նրան հանգստանալու հնարավորություն կտա, այլև կօգնի մանկապարտեզին հարմարվելու հարցում։ Վերջի վերջո քո երեխան հստակ կիմանա, որ կան նաև այլ մեծահասակներ։ Շփվիր կնոջդ հետ, երբ դա հնարավոր է։ Եղեք կողք կողքի, խոսեք ձեր զգացմունքների, ձեր վիճակի մասին։ Պայմանավորվեք, թե ով ինչ պարտականություններ է կատարելու։ Իրականում արդեն մի քանի ամիս անց ամեն ինչ շատ ավելի հեշտ կլինի։ Դուք կհասցնեք կարգավորել բոլոր մանրուքները, երեխայի քունն ու սնունդը կկարգավորվեն։ Մինչ այդ եղեք միասին ձեր կնոջ հետ։ Դուք երկուստ էլ ծնողներ եք, երկուստ էլ ստեղծում եք ընտանիքի կյանքի նոր փուլ։